Բարև ձեզ։ Ապրիլից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների առանձին խմբերը կշարունակեն ստանալ աջակցություն 40,000 դրամ շրջանակում։ Ովքեր կկարողանան օգտվել աջակցությունից եւ ինչ ընթացակարգով կքննարկենք միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Չիլինգարյան։ Տիկին Չիլինգարյան, նախկինում լղից բռնի տեղահանված հայրենակիցների կեցության եւ այլ ծախսերը հոգալու նպատակով իրականացվում էր աջակցության ծրագիր, որը հայրենակիցների շրջանում առավել հայտնի է 40 + 10,000 դրամ աջակցության ծրագիրի անվամբ։ Կխնդրեմ, եթե չեմ սխալվում, 1 տարուց ավել ծրագիրը գործեց, ներկայացնեք արդեն 2025-ից սոցիալական աջակցության ինչ ծրագիր ենք առաջարկում եւ ընթացքի մեջ է հայրենակիցների համար։ Շնորհակալություն։ Նախկինում քաղաքացիների կողմից ընդունված այսպես ասած 40 + 10 աջակցության ծրագիրը 2025 թվականի հունվարից մեկնարկեց նոր սկզբունքներով եւ նոր չափով։ 25 թվականի հունվարից մինչև մարտ ամիսը ներառյալ քաղաքացիները կստանան ամսական 50,000 դրամ չափով աջակցություն, սակայն շահառուների շրջանակը կարելի է ասել այդքան էլ չի փոխվել, միայն դուրս է եկել 10,000 դրամ աջակցության բաղադրիչը։ 25 թվականի ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ քաղաքացիները կստանան 40,000 դրամ աջակցություն եւ հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ քաղաքացիները կստանան 30,000 դրամ աջակցություն։ Այս երկրորդ կտորով ապրիլից սկսած շահառուների շրջանակը ավելի է նեղացվել, ընտրվել են ավելի խոցելի խմբերը, դրախավորելով եւ ավելի հասցեականությունը բարձրացնելով։ Դրանք են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատություններում սովորող 18 տարին լրացած կամ 18 տարին չլրացած երեխաներ ունեցող, ինչպես նաև 63 եւ ավելի տարեկան անձիկ ունեցող ընտանիքները։ Բացառությամբ իհարկե կառավարության 710 որոշման շրջանակում իրենց հավաստագիրը իրացրած քաղաքացիները, կառավարության 169 որոշման շրջանակում 2024 թվականի հուլիս ամիսը ներառյալ հավաստագիր ստացած անձինք, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հաստատություններում, պետական սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ ժամանակավոր կացարաններում բնակվող անձիկ։ Շատ լավ, թիրախային խմբերը ընտրելիս ինչ սկզբունքներով ենք առաջնորդվել։ Թիրախային խմբերը ծրագրի ի սկզբանե ձևավորման փուլում ընտրվել են ընդհանրական սկզբունքով, քանի որ ծրագիրը միտված է մեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխելու եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքին աստիճանաբար ինտեգրելուն։ Սկզբնական փուլով գնացել ենք ընդհանրական ընտրության սկզբունքով, իսկ այժմ արդեն աստիճանաբար նեղացվում է թիրախային շրջանակը, քանի որ գիտենք, որ 2024 թվականից գործարկվել է կառավարության կողմից նաև ԼՂՀ մեր տեղահանված հայրենակիցների համար բնակապահովման ծրագիրը եւ այս ծրագրի շահառուների մեծ մասը կարող են օգտվել այդ ծրագրից։ Ոստի աստիճանաբար մենք նեղացնում ենք շահառուների շրջանակը, թողնելով հիմնականում ավելի խոցելի խմբերի։ Շատ լավ։ Նշեցիք խոցելի խմբերին, արդյոք ուսումնասիրվել են նաև ընտանիքի կազմերը, նշեցիք օրինակ 63 տարեկան կենսաթոշակառուները, անչափահաս երեխաները եւ այլն կշարունակեն ստանալ աջակցություն։ Արդյոք ուսումնասիրվել են ընտանիքի կազմերը եւ արդյոք կլինեն ընտանիքներ, ում կազմում չեն լինի օրինակ կենսաթոշակառուներ, երեխաներ եւ այդպիսով ընտանիքները առհասարակ ֆինանսական աջակցությունից կզրկվեն։ Իհարկե, ստուգվել են, նաև այստեղ ես ավելացնեմ մի բան, կլինեն բնականաբար ընտանիքներ, ովքեր այս ծրագրի շրջանակում դուրս կմնան շահառու չեն դառնա, բայց նրանք կարող են օգտվել մեր ծառայության տարածքային կենտրոններում դեպքի վարման շրջանակում բնականաբար աջակցող ցանցի ներգրավմամբ իրականացվող ըստ կարիքի եւ ըստ անհրաժեշտության նաև գնահատված կարիքի գործող աջակցության ծրագրերից, այսինքն այս ծրագրի շահառու չդառնալը դա չի նշանակում, որ իրենք այլևս ինչ որ մի տեսակ աջակցությունից չեն կարողանա օգտվել։ Ապրիլի փոփոխություններից խոսեցին, կխնդրեմ նշեք, արդյոք շահառուները, նրանք ովքեր որ շարունակելու են ստանալ աջակցությունը, կարիք ունեն նոր դիմումներ ներկայացնելու, թե համակարգը ավտոմատ կիրականացնի ընտրանքը։ Սկսած ապրիլից բոլոր այն անձինք, ովքեր մարտի 15-ի դրությամբ կունենան հաստատված կարգավիճակում գտնվող դիմում, այդ անձինք անհրաժեշտություն չունեն ներկայացնելու որևէ նոր դիմում։ Ծրագիրը ինքնաշխատ կճանաչի նրանց եւ կշարունակի բնականաբար համապատասխան համադրումներից հետո կշարունակվի աջակցության վճարումը, իսկ բոլոր այն անձինք, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով եղել են մերժված կամ նոր են դարձել ծրագրի շահառու, կարող են իրենց դիմումը ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը։ Շատ լավ, ծրագրի պայմանների մասին կխնդրեմ նաև նշեք, արդյոք նույն սկզբունքով առաջնորդվելու ենք, այսինքն նույն սկզբունքով ծրագիրը շարունակվելու, օրինակ երկրից դուրս գալու համար ժամկետներ եւ այլն այդ մանրամասները կխնդրեմ։ Այո, պայմանները բացառելու կամ մերժելու մնում են նույնը, ինչպես նշեցի, եւ այդ պետական ծրագրերի շահառու լինելը 169-ելի, 710-ելի եւ համայնքային պետական սեփականության կամ
ժամանակավոր կացարանում բնակվելը կամ սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվելը եւ բնականաբար 10 եւ ավելոր Հայաստանից բացակայելը։ Շատ լավ, Տիկին Չիլինգարյան, մշտապես խոսվում է, դուք էլ ձեր խոսքում նշեցիք միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մասին, կխնդրեմ նաեւ նշեք սոցիալական աջակցության, ուղիղ ֆինանսական աջակցության ծրագրերի մասին է խոսքը, ոչ բնակապահովման։ Այս ծրագրի շարունակականության ապահովումը ինչ նպատակ ունի, այսինքն որքան դեռ կշարունակվի եւ վերջնարդյունքում ինչ ենք ակնկալում։ Ինչպես նշեցի, ծրագրի եւ սկզբնական եւ վերջնական նպատակը նաեւ որ կանխենք մեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը եւ խրախուսենք Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում նրանց արագորեն ակտիվացմանը եւ ներառմանը։ Շատ լավ, ընդհանուր առմամբ աջակցության ծրագիրը ամբողջացնելով նաև նախկինում գործող նույն 50,000 դրամ աջակցության ծրագիրը 40+10-ի մասին է խոսքը։ Ամսական քանի հայրենակցի են կարողանում աջակցել եւ ընդհանուր ֆինանսական հատկացումները արդյոք մեծ մասամբ կամ գուցե ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից։ Սկսած 2023 թվականից աջակցության շահառու ամսական կտրվածքով շուրջ 105,000 անձ է ընդգրկվել, այսպես ասած, շահառուների ցանկում։ Իսկ ֆինանսական միջոցները ոչ միայն պետբյուջեի վրա է ընկած եղել ծանրությունը, այլև համագործակցելով մեր գործընկեր կառույցների հետ հնարավորություն ենք ունեցել շուրջ 6 միլիարդ դրամ ներգրավել նաև դոնոր կազմակերպությունների կողմից շահառուների աջակցությունները վճարելու համար։ Իսկ պետբյուջեից հատկացումը շուրջ 70 միլիարդ դրամ սկսած 2023 թվականից։ Տիկին Չիլինգարյան, ամբողջացնելով ու նորից կենտրոնանալով ապրիլ ամսից իրականացվող փոփոխությունների վրա եւս մեկ անգամ խնդրեմ նշեք ինչ անելիք ունեն այս պահին քաղաքացիները եւ արդյոք որևէ գործողություն կատարելու համար, եթե կդժվարանան, կարող են դիմել նաև տարածքային կենտրոններ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն հաստատված կարգավիճակով դիմում մարտի 15-ի դրությամբ, իրենք անելիք չունեն, ուղղակի պետք է սպասեն իրենց հաջորդ վճարումներին, իսկ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր մարտի 15-ի դրությամբ չունեն ներկայացված որևէ դիմում, որևէ անգամ ներկայացված եւ հաստատված դիմում եւ նախկինում ինչ-ինչ պատճառներով մերժվել են, կարող են առցանց տարբերակով ներկայացնել աջակցություն ստանալու համար նոր դիմում։ Իսկ եթե հայրենակիցները դժվարանան ինքնուրույն ներկայացնել դիմումը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, մեր ընդունարաններում սիրով կաջակցեն նրանց։ Շատ լավ, Տիկին Չիլինգարյան, մենք իրականացնում ենք հայրենակիցների համար ուղիղ ֆինանսական աջակցության ծրագիր, իրականացնում ենք զբաղվածության աջակցության ծրագիր, իրականացնում ենք նաև բնակապահովման ծրագիր, բայց ամբողջացնելով զրույցը արդյոք կան այս պահին քննարկումներ վերանայելու ուղիղ սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամաբանությունը կամ օրինակ քննարկվում է արդյոք աջակցության նոր ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ Աջակցության նոր ծրագիր իրականացնելու հնարավորությունը ես գիտեմ, որ քննարկվում է, նույնիսկ մեզ էլ կարծիք եկել է, որպես միասնական սոցիալական ծառայություն, իհարկե չեմ նշի հիմա մանրամասները, կսպասենք փաստաթղթի վերջնական տարբերակին, բայց այո, նոր ծրագրեր եւս նախատեսվում են մեր հայրենակիցների համար։ Շնորհակալություն։ Իսկ մենք այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք հաջողություն։